Հարևան պետությունների հետ զրո խնդիրներ քաղաքականությամբ առաջնորդվող Իրանը հիմա առավել քան երբևէ կարիք ունի հավատարիմ հարևանների։ Փորձագետները պատահական չեն համարում, որ Իրանը իր պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղարկում է Երևան այն նույն պահին, երբ օկուպացված Արցախը պայմանական մարտադաշտի է վերածվել իրանական ու ադրբեջանական բանակների համատեղ զորավարժությունների համար։ Պատահական չէ նաև Հայաստանի աղ Կարմեն Գրիգորյանի ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի միաժամանակ Թեհրանում լինելը։ Ըստ իրանագետների, քանի դեռ Իրան-ԱՄՆ բանակցությունների ելքը անորոշ է, Իրանը ուզում է հավաստիանալ, որ հարևանները իր թիկունքում դավեր չեն նյութում։ Իրանը մտահոգված է, եթե բանակցությունները ձախողում կենա, հնարավոր է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից հարվածներ լինեն դեպի Իրան, դրա համար Իրանը ակտիվ քաղաքականությունը դիպլոմատական գործընթաց է սկսել բոլոր հարևանների հետ։ Իրանի մտահոգությունները անհիմն չեն։ CNN-ը մի ամերիկացի պաշտոնյայի հղում անելով հայտնել է, որ նահանգները հետախուզական տվյալներ է ստացել Իսրայելից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավոր նախապատրաստության մասին։ Փույա Հոսեյնիի կարծիքով այսպիսի տեղեկությունները հայտնվում են Իրանի վրա լրացուցիչ ճնշումներ գործադրելու համար։ Մինչև նոր փուլի բանակցությունները ուզում են ճնշեն Իրանին, որպեսզի բանակցությունների սեղանում ավելի զիջումներ գործեն Իրանից։ Հիմա, երբ Վաշինգտոն-Թեհրան անուղղակի բանակցությունների 4 ռաունդից հետո դեռ պարզ չէ, թե ինչ ընթացք կստանան երկու պետությունների հարաբերությունները, Իրանը փորձում է վնասազերծել հնարավոր բոլոր վտանգները իր շուրջ։ Անգամ մի կողմ է թողնում Ադրբեջանի հետ հարաբերություններում առնվազն 2 տարի կուտակված լարվածությունը։ Փորձագետների համար պատահական չէ, որ հենց հիմա է Իրանը մահապատժի ենթարկում 2023-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված տղամարդուն։ Այսպես իրանցիները ինչ-որ առումով Ալիևի սիրտն են փորձում շահել։ Մենք կարանք գնահատենք այդ բոլոր այդ ակտիվությունը Իրանի ակտիվությունը հակակշռելու ուժային բալանսավորելու տարածաշրջանում ուժային բալանսավորելու գործընթացք է Իրանը փորձում է բազի իր քաղաքական ներկայացությունը հաստատելու եւ ամրապնդելու տարածաշրջանում Հարավային Կովկասում նաեւ ռազմական ներկայացությունը հաստատի։ Այսօր են ավարտվում Արաքս 2025 զորավարժությունները օկուպացված Արցախում։ Իրանը, որ բազմիցս հայտարարել է, թե 2020-ի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը իսրայելական ներկայություն է ապահովել, այս զորավարժություններով փորձում է ինչ-որ չափով կանխել իր վրա հնարավոր հարձակում այդ տարածքներից։ Ամենաշատ վտանգը այնտեղից է սպասում Իրանը Բեռնազավթնաց Արցախից, դրա համար էլ այդ զորավարժությունները Իրանը ընտրել է հենց այդ տարածքից, որովհետև սպառնալիքները շատ մեծ սպառնալիքներ սպասում այնտեղից։ Միևնույն ժամանակ ընդհանուր սպառնալիքների դեմ Իրանը խոստանում է Հայաստանի հետ պայքարել։ Երեքշաբթի Երևանում Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Իրանի եւ Հայաստանի ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների պատմական կապի ուղին է, ու Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ։ Գայանե Մովսեսյան, Նորայր Շարբաթյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։